առևտրական առք ու վաճառքի գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտների աջակցության ծրագիր հաստատելու մասին հարցը։ Զեկուցող ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան, համեցեք պարոն Հովհաննիսյան։ Շնորհակալություն պարոն վարչապետ, այս հարցը մեկ օրինակներից է նաև նրա, որ մենք որոշակի փոփոխություններ ենք անում նաև մեր մասնավոր հատվածի գործընկերների հետ շփումների արդյունքում վերջի շրջանում բավականին ակտիվ հանդիպումներ ենք ունեցել եւ հանգել ենք այս որոշմանը, ինչպես բոլորս գիտենք 2025 թվականի հունվարի 1-ից փոփոխություններ են կատարվել շրջանառության հարկի համակարգում, նպատակը եղել է շրջանառության հարկ վճարողների կողմից վաճառքի նպատակով կատարված ձեռքբերումները եւ այլ ծախսերը պատշաճ փաստաթղթավորելու տնտեսական շարժառիթների ձևավորելը, հետեւաբար նաեւ ստվերային շրջանառությունները կրճատելը, հարկման նոր կանոնների պայմաններում ժամանակավոր բնույթ ունեցող խնդիրն այն է, որ առք ու վաճառքի գործունեությամբ զբաղվող շրջանառության հարկ վճարողներից շատերը 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել են նախկինում ձեռքբերված զգալի ապրանքային մնացորդներ, որոնց համար կամ չունեն ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր, քանի որ մի կողմից մինչև 2025 թվականի հունվարի 1 առանց փաստաթղթերի ձեռքբերումներ կատարելու համար պատասխանատվություն նախատեսված չի եղել, մյուս կողմից առանց փաստաթղթավորման գործունեություն իրականացնելու պարագայում առավելագույն հարկային բեռը կազմել ընդամենը 5%, ներկայիս 10%-ի փոխարեն, կամ ունեն ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր, սակայն դրանց գծով մինչև 25 թվականի հունվարի 1-ը շրջանառության հարկը նվազեցվել է ընդամենը 4%-ի չափով, ներկայիս 9.5%-ի չափով նվազեցման հնարավորության փոխարեն։ Այս առումով անհրաժեշտ է, որպեսզի ներկա անցումային ժամանակաշրջանում, որը մեր գնահատմամբ ընդգրկելու է 25 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակները, կառավարությունը աջակցի, որպեսզի շրջանառության հարկ վճարողները կարողանան ցածր հարկային բեռի միջավայրում իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռքբերված ապրանքները եւ շրջանառության հարկ վճարողները 25 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա փաստաթղթերով հիմնավորված ապրանքային մնացորդի մասով հարկից լրացուցիչ նվազեցում կատարելու հնարավորություն ստանան։ Այս համատեքստում շատ կարևոր է, որպեսզի շրջանառության հարկ վճարողները օգտագործելով կառավարության աջակցության այս անցումային ժամանակահատվածը իրենց ձեռնարկատիրական գործունեության մոդելը վերանայեն այնպես, որ 2025 թվականի հուլիսի 1-ից հետո ձեռքբերումները եւ այլ ծախսերը կատարեն առավելապես փաստաթղթավորմամբ, որի պարագայում ոչ միայն հարկային բեռի բարձրացում չի լինի, այլ նաեւ կարող է լինել հարկային բեռի նվազեցում։ Ծրագրից օգտվելու նախապայմաններն են. Հարկ վճարողին աջակցությունը տրամադրվում է, եթե միաժամանակ բավարարված են հետևյալ պայմանները. 2024 թվականին իրականացրել է առևտրական գործունեություն։ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ եւ աջակցության ստացման հաշվետու եռամսյակներում հանդիսացել է բացառապես շրջանառության հարկ վճարող։ Դիմումի ներկայացման օրվա նախորդ օրվա դրությամբ ամբողջությամբ կատարվել է վճարման ենթակա շրջանառության հարկի պարտավորությունները։ Եռամսյակի արդյունքներով առևտրական գործունեությունից շրջանառության հարկի գումարը գերազանցում է այդ գործունեության մասով ձևավորվող իրացման շրջանառության 5%-ը կամ հարկ վճարողի մոտ առկա է նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով շրջանառության հարկի գումարից չնվազեցված եւ փոխանցված գումար։ Հարկային մարմին է ներկայացրել առևտրական գործունեության մասով 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկատվություն։ Ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվելու է 2025 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակների համար։ Աջակցության չափը։ Ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվելու է հետևյալ չափերով. Եռամսյակի արդյունքներով հաշվարկված շրջանառության հարկի գումարի եւ նույն ժամանակաշրջանում այդ գործունեության մասով իրացման շրջանառության 5%-ը կազմող գումարի դրական տարբերության չափով։ Եռամսյակի արդյունքներով հաշվարկված շրջանառության հարկի գումարի եւ նույն ժամանակաշրջանում այդ գործունեության մասով ձևավորվող իրացման շրջանառության 1.5%-ը կազմող գումարի դրական տարբերության չափով, եթե առկա է նախորդ եռամսյակներում կատարված ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված եւ փոխանցված գումար։ Ծրագրի շրջանակում աջակցություն ստանալու համար հարկ վճարողը պետք է հարկային մարմին
Compensation Tax Service AM էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնի նախագծով սահմանվող ձևին համապատասխան դիմում։ Դիմումը 2025 թվականի առաջի եռամսյակի համար կարող է ներկայացվել մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ներառյալ, իսկ 2025 թվականի երկրորդ եռամսյակի համար մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան, հարգելի գործընկերներ, սա էլ այն թեմաներից է, որ մենք մի քանի տարի քննարկում ենք եւ այդ քննարկումը, չգիտեմ դուք կհիշեք թե չէ, այս դահլիճում ահագին առաջ մի տարի կամ 2 տարի կամ գուցե 3 տարի առաջ տեղի է ունեցել հետեւյալ տրամաբանությամբ, որ մենք մի կողմից ասում ենք, որ մենք պայքարում ենք ստվերի համար, ներողություն ստվերի դեմ, մյուս կողմից օրենսդրական միջանցքներ ենք ստեղծել ստվերի աճի համար։ Եվ դրա թիվ 1 միջանցքը շրջանառության հարկն էր։ Շրջանառության հարկի այն տրամաբանությունը, որը մենք դնել ենք, ասում ենք հարկը այսքան է, եթե փաստաթղթով ես ձեռք բերում, եթե փաստաթղթով չես ձեռք բերում, հարկը այսքան է։ Այս համակարգը ինքնին գաղափարական պրոբլեմ է, բայց մենք մյուս կողմից աշխատելով այս թեմայի վրա, աշխատելով հասկացանք, որ ինչպես ասում են, որ մի համակարգ ունենալը մի պրոբլեմ է, ինչքան էլ վատն է այդ համակարգը։ Այդ համակարգը փոխելը կամ այդ համակարգից հրաժարվելը երկրորդ պրոբլեմն է։ Հիմա մենք եկել ենք այն եզրակացության, որ մենք ստվերը խթանող այդ հատվածում պետք է որոշակի գործողություններ անենք եւ հարկը պիտի այո ավելացնենք։ Ստվերի, այսպես ասած, գինը բարձրացնելու համար, բայց օրինական հարկը պետք է նվազեցնենք։ Այս շրջանառության հարկի հետ դա տեղի ունեցել։ Այսինքն նվազեցման հնարավորությունը, եթե ամեն ինչ օրինական տրամաբանությամբ է գնում, հարկը իրականում նվազել է դառնալով 1%, շրջանառության 1%-ի մասին է խոսքը։ Եվ գիտեք, որ այս ընթացքում որոշակի քննադատություններ եղան, կրքեր բորբոքվեցին եւ այլն, այդ ամենով եւ ամենայն հարգանքով կառավարությունը իր քաղաքական կամքը արձանագրեց, որ այդ քաղաքական կամքը անբեկանելի է եւ այլ տարբերակ չկա։ Բայց մյուս կողմից մենք ասացինք նաեւ, որ սա ման չի, ինչպես մյուս դեպքերում սա վնաս հասցնելու ակտ չի, սա ընդհակառակը օգնելու, աջակցելու, որպեսզի բիզնեսը ինքը իր առաջ ավելին անելու, ավելի ճիշտ մոտիվացիաներ ունենալու, այդ նպատակն ենք մենք հետապնդում եւ նաեւ ասել ենք, որ մենք իհարկե հնդածած նաեւ մոնիտորինգ կանենք, բայց նաեւ երբ որ այս ամեն ինչը արձանագրվեց, երբ որ կրքերը նաեւ որոշակիորեն հանդարտվեցին, մենք վերադարձանք, թե այնուամենայնիվ եկեք, քանի որ չենք կարող մենք այս դեպքում էլ մարդկանց արձագանքը, մտահոգությունները, մտավախությունները չենք կարող արհամարել, չնկատելու տալ, եկեք տեսնենք, թե ինչ ընդունելի եղանակ կա, որպեսզի եւ քաղաքականությունը արձանագրվի եւ քաղաքականությունը ներդրվի եւ իրականություն դառնա։ Դրա համար մենք գնացինք հետեւյալ ճանապարհով։ Եթե շատ բարդ տեքստը պարզացնենք, ըստ էության մենք ասում ենք հետեւյալը. եթե արդյունքում հարկը նախկինում սահմանված այն վերին շեմից 5%-ից ավել կլինի, մենք այդ ավել մասը կվերադարձնենք քաղաքացիներին, այսինքն տնտեսվարողներին։ Եվ ընդ որում այնտեղ տարբերակներ կար, որ մենք անենք դա շրջանառության հարկով աշխատող որոշակի սեգմենտի համար եւ այլն, բայց եկանք ենք եզրակացության, որ ոչ, բոլորի համար, բոլորի ասելով նկատի ունեմ արք ու վաճառք գործունեության, որտեղ շրջանառության հարկով զբաղվող բոլորի համար մենք այս կարգավորումը մտցնում ենք եւ ինչալոց նաեւ սա ցույց կտա, թե ազգային ժողովի ամբիոնից եւ նաեւ կառավարության նիստուտում մեր այն ցույց տված գրաֆիկի հետ կապված իրականության առնչությունները ստուգելու ավելի մեծ գործիքներ կտա։ Եթե կարճ ասեմ, ճիշտ շարադրեցի, չէ՞, պարոն Հովհաննիսյան, կարճ հիմա մենք այն կոպիտ ասած ստվերի հարկը նախկինում 5% էր, հիմա մենք դարձրել ենք 10%, իսկ օրինականության հարկը նվազեցրել ենք, 1.5-ից դարձրել ենք 1%։ Հիմա մենք ասում ենք, քանի որ նախորդող շրջանում էլի չնայած դա զուտ օրենքով հայտարարված էր, հրապարակված էր, դա նորություն չէր,
բայց էլի մեր սիրելի քաղաքացիներին, մեր սիրելի տնտեսվարողների կարծիքները, մտահոգությունները, նեղվածությունները հաշվի առնելով, մենք ըստ էության 6 ամսյա շրջան ենք, անցումային շրջան ենք նախատեսում, այսինքն մինչև հուլիսի 1-ը ներառյալ անցումային շրջան ենք նախատեսում, ինչքան 5%-ից ավել հարկ կլինի կգոյանա, մենք այդ ամբողջ գումարը կվերադարձնենք տնտեսվարողներին։ Համեցեք։ Պարոն վարչապետ, այստեղ մի դրվագ կա, որը վերաբերվում է, այսինքն կարող է մի կողմից տպավորություն ստեղծվել, որ մենք հետաձգում ենք առանց փաստաթուղթ աշխատող տնտեսվարողների հարկի բեռի բարձրացումը, բայց այստեղ ավելալ խթանենք նաև ստեղծել փաստաթղթով աշխատող կազմակերպությունների համար, ովքեր ունեն ապրանքային մնացորդներ, հավելյալ 1.5%-ի չափով նվազեցում, պարոն Հակոբյանը կարող է ավելի մանրամասն բացատրի, եթե դրա կարիքը լինի, եւ մի կարևոր դիտարկում եմ ուզում անեմ այստեղ, պարոն վարչապետ, դուք նշեցիք, որ մենք նախկինում 1.5% հարկի հնարավորություն ունենք, որը հիմա նվազել է 1%-ի, բայց այստեղ մի շատ կարևոր դրվագ կա, որի վրա ուզում ուշադրություն դարձնեմ, որը նախկինում մենք երևի այդքան շատ չենք այս մասին խոսում, սա ծախսերը նվազեցնելու շրջանակն է։ Նախկինում մենք թույլ էինք տալիս միայն նվազեցնել ապրանքների ծախսերը։ Հիմա այս շրջանակը ընդլայնվել է եւ ըստ էության, եթե մենք նայենք, թեև այն ժամանակ 1.5% էր նվազագույնը, բայց այդ 1.5%-ին հասնելը բավականին դժվար էր։ Եվ հիմա կարծում եմ, որ թույլ տալով օրինակ աշխատավարձի ծախսը, օրինակ վարձակալության ծախսը, գործառնական ծախսերը նվազեցնել, մենք իրական հնարավորություն ենք ստեղծել իրական այդ ծախսը նվազեցնելու եւ նաեւ այդ ծախսերը, որովհետեւ շատ հաճախ մարդիկ կարող է չփաստաթղթավորեն օրինակ վարձակալության վճարները կամ ունեն աշխատողներ, որոնց աշխատավարձը պատշաճ չեն բանանում, ես կարծում եմ, որ սա շատ էական եւ կարեւոր քայլ է այս փաստաթղթավորման եւ այս ստվերի կրճատման մեր այս գործողությունների շրջանակում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան, շատ կարևոր լրացում է, որովհետեւ նախկինում այդ նվազեցումները անելը մենք փաստորեն թույլ էինք տալիս միայն ապրանքների ձեռքբերման համար արվող ծախսերից։ Այսինքն, որպես մարդ ինչ որ 100.000 դրամ ծախսել է, մենք ասում ենք դուք դրանից կարող եք նվազեցում անել 4.5%, բայց այդ 4.5%-ը միայն կարող էր վերաբերվել ապրանքի ձեռքբերված ծախսերին։ Հիմա մենք ասում ենք դուք դրան կարող եք լրացնել կոմունալ վճարները, աշխատավարձի համար արվող ծախսերը, վարձավճարի ծախսերը, այլ գործառնական ծախսեր ենք դրա մեջ ներառել։ Եթե ես ճիշտ եմ հիշում, բոլոր գործառնական ծախսերը դրա մեջ մտնում են։ Այսինքն իրականում մենք հնարավորությունները շատ ընդլայնել ենք, բայց պարոն Հակոբյան, այնուամենայնիվ այս աջակցության ծրագրի հետ կապված պարոն Հովհաննիսյանի ասածը լրացուցիչ կարող եք պարզաբանել, որ բացի այս լրացուցիչ 1.5% 6 ամսվա ընթացքում նվազեցնելու հնարավորություն ենք։ Այո, պարոն վարչապետ, տեսեք, քանի որ պարոն նախարարը նշեց, կան տնտեսվարողներ, որոնք չեն հասցրել իրացնել իրենց փաստերով ձեռք բերված ապրանքները, ունեն փոխանցվող ըստ էության ձեռքբերումներ, դա կլինի օրինակ դեկտեմբերին, դա կլինի 2024 թվականի 4-րդ եռամսյակում, իրենք որոշակի խնդրի առաջ են այստեղ կանգնում, մասնավորապես իրանց նախորդ կանոնով պետք է կարողանան նվազեցնել, այսինքն այդ ձեռքբերումների 4%-ը կարող են ծախսագրել, իսկ այս նոր կանոններով մենք ասում ենք, որ 9.5%-ը կարող են ծախսագրել, եւ այդ երկրորդ դրույթը, որը պարոն նախարարը ասում էր, ըստ էության հնարավորություն է տալիս այդ տնտեսվարողներին 9.5%-ը ծախսագրել։ Ինչ ճանապարհով այն տարբերությունը մենք իրենց ասում ենք վերադարձնում ենք աջակցության տեսքով։ Այսինքն այդ 4-ի եւ 9.5-ի տարբերությունը մենք իրենց վերադարձնում ենք աջակցության տեսքով։ Ամեն դեպքում, պարոն Հակոբյան, այդ մի քիչ խառը թեմա, պետք է մարդկանց հետ ակտիվ կոմունիկացնել, որպեսզի հնարավորությունից կարողանան օգտվել։ Էս էլ է շատ կարևոր, ճիշտ է, մենք որոշումը ընդունում ենք,
բայց կարևոր է հետագայում ապահովել, որ մարդիկ այդ որոշումը ըմբռնեն, ինչի մասին է խոսքը եւ կարողանան այդ որոշումից օգտվել եւ դրա համար պարոն Հովհաննիսյան, պարոն Հակոբյան, մենք պետք է շատ ակտիվ կոմունիկացիա անենք, այսինքն մանրամասն բացատրենք։ Հիմա ես լսում եմ, ես հասկանում եմ, որ տենց պետք է ձևակերպենք, բայց ինքը իրականում լսողի համար, որ կողքից չմեկնաբանեինք, հələ տպավորությունը կարար այնպիսին լիներ, թե հələ մի հատ էլ նորից ավելի մեծացնում ենք վճարները, դրա համար պետք է շատ մանրամասն եւ հնարավորինս պարզաբանել, թե մարդիկ այս համակարգերից ինչպես պետք է օգտվեն եւ այս առումով ես ուզում եմ առիթից օգտվելով ուղղակի նորից վերադարձ կատարել համընդհանուր հայտարարագրման համակարգին եւ ասել, որ նախորդ երկուշաբթի օրվա դրությամբ 2486 մարդ արդեն սոցիալական կրեդիտների գծով ետ է ստացել 232 միլիոն դրամ։ Կարա թվա թե 232 միլիոն դրամը մեծ գումար է, բայց ուզում եմ հիշեցնել, որ խոսքը 74 միլիարդից ընդամենը 232 միլիոն դրամ եւ ես ուզում եմ էլի եւս մեկ անգամ կոչ անել մեզ բոլորիս, որ մենք համընդհանուր հայտարարագրման համակարգը ավելի ակտիվ ներկայացնենք։ Ես իհարկե գիտեմ, որ պետական եկամուտների կոմիտեն մարզային այցեր է անում եւ մարզային այցերի միջոցով ներկայացնում է, բայց նաեւ ես կուզենայի, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, առողջապահության նախարարությունը նաեւ ոլորտներին հետ մենք աշխատենք, որպեսզի նաեւ սոցիալական կրեդիտներից օգտվելու համար սոցիալական կրեդիտներին համապատասխան ծառայությունների փաթեթներ ձևավորվեն։ Մենք առաջարկենք, որ կրթական ծառայություններ, առողջապահական ծառայություններ արդեն նախապես հայտարարված գն առաջարկ կա ըստ էության կառավարության կողմից քաղաքացիներին եւ տնտեսվարողներին եւ ծառայություն մատուցողներին շատ կարեւոր է, որ մենք ակտիվ աշխատենք, որպեսզի մարդիկ այս հնարավորությունից օգտվեն, որովհետեւ ելի եմ ասում, իմ գնահատականը չի փոխվել եւ չի փոխվելու, սա ըստ էության հեղափոխական նշանակության որոշում է եւ մենք ահռելի մեծ ներդրումներ իրականացնելու հնարավորություն ենք տալիս քաղաքացիների որոշմամբ եւ քաղաքացիների ձեռքով առողջապահության եւ կրթության ոլորտում։ Բայց նաեւ ուզում եմ ասել, որ մենք հիմա մի քանի այլ որոշումների մասին նույնպես մտածում ենք։ Հիմա չեմ կարող ասել ինչ որոշումներ, որովհետեւ չգիտեմ այդ որոշումներից որոնք կկայացնենք այն առումով, որոնք արդարանան, որոնք չէ, բայց ես կոչ եմ անում, տեսեք, նաև սոցիալական կրեդիտների համակարգով ես կոչ եմ անում քաղաքացիներին, որ նրանք իրենց աշխատավարձերը, գումարները ծախսեն անկանխիկ, որովհետև առաջկա եւ այս համակարգից օգտվել։ Տեսեք, մենք նախորդ կառավարության նիստում որոշում կայացրինք, ասենք, որ 2024 թվականին ով այս ծառայություններից կրթական եւ առողջապահական օգտվել է, սոցիալական կրեդիտը հետ ստանալու հնարավորություն ընձեռեցինք, բայց անկանխիկի համար, որպեսզի չարաշահումների տեղ չթողենք։ Այսինքն հիմա կարող է վաղը կառավարությունը էլի մի որոշում կայացնի, էլի այդ որոշումները բոլոր լինելու են անկանխիկի մասին։ Այսինքն, որովհետեւ կանխիկով նախ մենք կանխիկը չենք խրախուսում, հասկանալի պատճառներով, այդ թվում ստվերի պատճառներով, որովհետև անկանխիկը նշանակում է մի բան, ըստ էության գրեթե երաշխավորված ստվերի բացառում, որովհետև պարզ երևում է, ով ծախսեց, որտեղ ծախսեց, ծախսողը որտեղից ստացավ, ինչ պայմաններում, ինչի համար։ Եվ նաև իհարկե այստեղ մեր շահագրգռությունը թափանցիկության մեծացումն է, բայց ես ուզում եմ քաղաքացիներին կոչ անել, որպեսզի այս նույն իրավիճակում չհայտնվենք մենք, որտեղ հիմա կլինեն քաղաքացիներ, որ այդ վճարները արել են կանխիկ եղանակով եւ հիմա կառավարության որոշումից հետո իրանք չեն կարող հետ ստանալ, որովհետեւ մենք որոշումները կայացնում ենք անկանխիկի համար, որպեսզի հետին թվով սենց վճարումներ չհայտնվեն։ Բայց բոլոր դեպքերում, քանի որ մենք այս ռազմավարությունն ենք որդեգրել, ես քաղաքացիներին կրկին ուզում եմ կոչ անել, որ նրանք իրենց ծախսերը առավելագույնս անենք անկանխիկ եղանակով, որովհետև ինչքան հասկանում եմ, դրա հնարավորություն նախ մայրաքաղաքում ըստ էության անսահմանափակ են, իսկ մարզերում էլ էականորեն ընդլայնվել են եւ նաեւ
այս միտումը երբ որ սկսի աշխատել, մարդիկ անկախիկ ծախսելու սովորությունները ձեռք բերեն, արդեն բիզնեսները իրենք ավելի մեծ շահագրգռություն կցուցաբերեն անկախիկի ենթակառուցվածքը զարգացնելու համար։ Տիկին Անդրեասյան, բայց մենք այնուամենայնիվ այդ որակավորման, երաշխավորման պլատֆորմները լավարկելու, լավացնելու ուղղությամբ աշխատանք արել ենք։ Այո, պարոն վարչապետ, պետք է ձեր թույլտվությամբ երկու ուղղությամբ մեր աշխատանքները ներկայացնեմ, նախ եւ առաջ նաեւ իրազեկելով մեր քաղաքացիներին, նախարարության կայքում բացվել է առանձին բաժին շատ պարզ անունով սոցիալական կրեդիտ եւ հենց մուտք են գործում նախարարության կայք, կարող են արդեն իսկ այդ բաժին նաեւ մուտք գործել եւ այստեղ մենք տեղադրել ենք հարմարության համար առանձնացնելով կրթական բոլոր հաստատությունների տվյալները ըստ մարզերի, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան շատ հեշտությամբ տեսնել, թե սոցիալական կրեդիտից օգտվելու համար արդյոք այդ հաստատությունները ենթակա են, թե ոչ, առանձնացված են բոլոր հաստատությունները, դրանք թե նախադպրոցական հաստատություններն են, թե դպրոցական, թե քոլեջները, թե բուհերը, եւ նաեւ առանձնացրել ենք արտադպրոցական հաստատությունները, որոնք կառավարության վերջին որոշմամբ ընդլայնված հնարավորություն տվեցին սոցիալական կրեդիտների, ելի ըստ մարզերի առանձնացված են եւ կարող են քաղաքացիները հեշտությամբ նայել եւ տեսնել այդ ուրեմն հաստատությունների նույնպես սոցիալական կրեդիտից օգտվելու հնարավորության մասին անկանխիկ եղանակով վճարած լինելու պարագայում, ընդ որում պետք է ասեմ, որ բոլորովին էլ փոքր շրջանակի մասին չենք խոսում, միայն երաշտական արվեստի, գեղարվեստի դպրոցներում սովորող ավելի քան 55,000 երեխաներ ունենք, որոնցից ավելի քան 43,000-ը վճարովի են սովորում։ Այսինքն սրանք պոտենցիալ նաև շահառու են սոցիալական կրեդիտից ստացման եւ կարծում եմ, որ կարեւոր է, որ իրազեկված լինեն։ Ներողություն, Տիկին Անդրեասյան, իսկ վարձերը մոտավորապես ինչքան են։ Իրականում վարձերը տարբեր են խմբերի, բայց կարծում եմ չպետք է գերազանցել կայության են համայնքներն միջև 10,000 կարծում եմ հիմնականում այդտեղ կան նաև ավելի ցածր վարձեր ըստ տարբեր ուղղությունների եւ այս իմաստով նաև մեր քաղաքացիները կարող են շատ հեշտությամբ տեսնել այս ցանկերը, գտնել իրենց հաստատությունը եւ եթե մինչ այս անկանխիկ չեն վճարել, կարծում եմ, որ այսուհետ անկանխիկ վճարելով կարող են շահառու դառնալ։ Տեղադրել ենք նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրերը, որոնք այս պահին երաշխավորված են, դրանք 110-ից ավելին են, ինչպես նաև ուղեցույցներ ենք հրապարակել, որոնք ուղղված են կրթական ծառայությունների մատուցողներին, ինչպես դիմել երաշխավորման համար, կարծում եմ, որ արդեն վաղը կունենանք նաև հոլովակը, որը կսկսենք ակտիվ տարածել այս բոլոր կանոններով, եւ ինչպես նաև մեր շահառուների համար համապատասխան պարզ ուղեցույցներն ենք ձևակերպել, թե ինչպես կարող են իրենք ուրեմն այս համակարգից օգտվել, իհարկե հղելով նաև պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ուղեցույցներին։ Ինչ վերաբերում է մեր գործընթացների լավարկմանը, աշխատել ենք նաև մեր երաշխավորման կարգի փոփոխությունների վրա եւ կարծում եմ առաջիկա 1-2 շաբաթվա մեջ կառավարությանը կներկայացնենք արդեն լավարկված կարգը, որը հնարավորություն կտա ավելի պարզ ընթացակարգով նաև այս գործընթացը անել։ Իհարկե կշարունակենք ակտիվորեն իրազեկել նաև մարզային այցելությունների ժամանակ, որպեսզի ձեր ասած ծառայությունները ավելի մեծ թափով զարգանան։ Շնորհակալություն։ Տիկին Անդրեասյան, հարգելի գործընկերներ, տեսեք մեր երկրում այդ թվում տնտեսական զարգացման համար բոլոր վերլուծությունները, մեր վերլուծությունները, միջազգային փորձագետների վերլուծությունները գալիս հանգում են հետևյալին, որ մեր երկրի տնտեսության եւ ընդհանրապես մեր երկրի հետագա զարգացումը ապահովելու առանցքային պայմաններից մեկը այս կետից, որովհետեւ ես արդեն ասացի, որ մենք հսկայական տնտեսական աճ ենք ապահովել։ Հիմա այդ հսկայական տնտեսական աճը շարունակելու կարևորագույն նախապայմաններից մեկը բոլոր միջազգային զեկույցներում մարդկային կապիտալի զարգացում։ Ինչա մարդկային կապիտալի զարգացում։ Կրթություն եւ առողջապահություն։ Եվ ելի ուզում եմ խնդրել ձեզ, հատկապես կրթության ԿԳՄՍ նախարարին եւ առողջապահության նախարարին, եւ ասում եմ առանց չափազանցության։ Ես խնդրում եմ, որ ամեն աշխատանքային օր
ինչ որ մի ժամանակ կլինի 10 րոպե, 15 րոպե, թե կես ժամ, անպայման այս թեմային նվիրեք որևէ հաղորդակցություն ապահովելու համար։ Որովհետև հիմա էլի ուզում եմ ասել, լսելով ձեզ Տիկին Անդրեասյան, ուզում եմ էլի դիմել մեր սիրելի քաղաքացիներին։ Սիրելի քաղաքացիներ, եթե ձեր երեխան գնում է երաժշտական դպրոց եւ դրա համար վճարում է, դուք վճարում եք։ Եվ եթե դուք աշխատող եք, այսինքն ունեք աշխատանք ունեք եւ եկամտային հարկ եք վճարել, ըստ էության կամ միայն երաժշտական դպրոց չէ, նկարչության, պարի, սպորտի, դուք տարվա վերջում հիմա նախ վճարումները արեք անկանխիկ, եթե նույնիսկ ձեզնից ուզում են կանխիկ վճար, դուք մի համաձայնվեք, արեք վճարումները անկանխիկ եւ տարվա վերջում այդ ձեր վճարած վարձերից մի դեպքում այդ վարձը կարող է լինել տարեկան 70,000, մի դեպքում կարող է լինել 100,000, մի դեպքում կարող է լինել 200,000, մի դեպքում կարող է լինել 700,000, բոլոր դեպքերում տարվա վերջին իմ նշած պայմաններում դուք կարող եք այդ գումարի 100,000-ը հետ ստանալ։ Եվ բազմաթիվ են դեպքերը, ես հիմա նաև ուսումնասիրելով, երբ որ այդ 100,000-ը ըստ էության տարեկան վարձի 100%-ն է։ Ես չեմ ասում, որ կան էլի ոչ պակաս դեպքեր, որ էականորեն ավել են վարձերը, բայց բազմաթիվ են դեպքերը, երբ որ 100,000 տարեկան, այդ կրթական ծրագրի տարեկան վարձի 100%-ն է։ Եվ էլի ուզում եմ ուշադրություն հրավիրել մեր կրթական մասնագիտություններ ունեցող մեր սիրելի քաղաքացիներին, ովքեր ունեն պատշաճ կրթական մակարդակ, որպեսզի ծառայություններ մատուցեն, դա կլինի լեզուների ուսուցանում, չգիտեմ, այլ ամենատարբեր կրթական ծրագրեր։ Նրանց էլ ուզում եմ կոչ անեն, որ ակտիվ լինեն, այս այն դեպքն է, երբ որ պետք չի ուրիշին դիմել, ասել ինձ աշխատանքի ընդունել։ Դուք ինքներդ այդ 74 միլիարդ դրամ բյուջեն նաև ձեզ համար է։ Պետքա դուք ուղղակի քայլ անեք այդ բյուջեից ձեր մասնաբաժինը ստանալու համար։ Հիմա Տիկին Ավանեսյան, նաև առողջապահակ ատամնաբուժական կոնկրետ, որովհետև առողջապահականը մենք իմիջայլոց ապահովագրական ընկերությունների հետ էլ պետք է աշխատենք, տեսնենք այդ չափաբաժնի մեջ ինչ ծառայ, որպեսզի իրանց խնդրենք, քաջալերենք, աջակցենք, որպեսզի փաթեթներ ձևավորեն համապատասխան, համեցեք։ Շնորհակալություն պարոն վարչապետ, այո, միանշանակ մենք երկու ուղղություններով հիմա աշխատում ենք, որպեսզի ձևավորենք այն առաջարկը եւ հետո էլ արդեն պահանջարկի մասով մեր քաղաքացիներին ակտիվ իրազեկենք, որովհետեւ ըստ էության վերջին տարիներին սոցփաթեթի շրջանակը այո ընդլայնվել է նաեւ մեր թե ուսուցիչների, թե օրինակ առաջնային օղակի աշխատակիցների համար, բայց կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք այդ երաշխիքներից չեն օգտվում եւ ըստ էության մինչեւ որ համապարփակ ապահովագրության ընդունումը կառավարությունը եւս մեկ հնարավորություն է տալիս սոցիալական փաթեթի շահառու դառնալ հնարավորություն սոցիալական կրեդիտի միջոցով։ Հիմա մենք մշակում ենք այդ հնարավորինս փաթեթը, որպեսզի այս տարվա ընթացքում բոլոր այն եկամտահարկ վճարողները, ովքեր որ սոցփաթեթի շահառու չեն, հնարավորություն ունենան այս սոցիալական կրեդիտները օգտագործել հենց առողջապահական շատ կարևոր կարիքները հոգալու համար եւ քաղաքացիների կողմից էլ մեզ ուղված դիմումները դրա մասին են խոսում, որ շատ մեծ է պահանջարկը եւ մենք սրա վրա կաշխատենք, որ ունենանք եւ ատամնաբուժական մասով էլ, պարոն վարչապետ, մեր նաև մարզային ուրեմն այն կազմակերպությունները, ովքեր ունեն տեղակայում, բայց պետք է ասեմ, որ մենք հնարավորություն ունենք նաև մոբիլ շարժական ատամնաբուժական ծառայությունների, սա եւս հնարավորությունը կա, մենք այդ փոփոխությունները նախկինում արել ենք լիցենզավորման մասով եւ պիտի մոտեցնենք հնարավորինս մեր քաղաքացիներին մարզային բնակչությանը այս ծառայություններն էլ, մենք էլ մարզային այցելություններ նախապատրաստվում ենք արդեն դրան եւ կարծում եմ ճիշտ հաղորդակցության արդյունքում այս մեծ հնարավորությունը, որ ընձեռնվել է, պետք է իրացվի մարդկանց կողմից։ Իմիջիալոց ես կարծում եմ, որ եթե մենք չենք արել մինչև այս պահը, մենք այս մեր խոսակցության մասին պետքա սոցիալական հոլովակ ունենանք անպայման, որ ամենօրյա ռեժիմով պետքա մենք եթերներում տեղադրենք, ամենօրյա ռեժիմով։ Եթե չենք արել, դա պետքա անպայման անել, որը լինի երկու մասով, ինչպես է պետք լրացնել համընդհանուր հայտարարագիրը
եւ ինչպես է պետք ստանալ սոցիալական կրեդիտը եւ ինչ դեպքերում եւ այսօրվանից պետք է ընդգծել, որ այդ ծախսերը հատկապես պետք է անել անկանխիկ, որովհետեւ ելի եմ ասում, կառավարությունը հետագայում կարող է կոնֆիգուրացիաները որոշակի վերանայի եւ այն մարդիկ, որ այս պահին այդ շրջանակի մեջ չեն մտնում, փոփոխություններով դե յուրե մտնեն այդ շրջանակի մեջ։ Եթե իրենք այդ ծախսերը այսօրվանից անկանխիկ արած լինեն, երբ էլ կառավարություն, այսինքն հասկանալի է դե յուրե ժամկետում, երբ էլ համապատասխան որոշումը կայացնի, իրենք հնարավորություն կունենան այդ սոցիալական կրեդիտը ստանալու։ Ես հիմա զգում եմ, որ նաև համընդհանուր հայտարարագրման հետ կապված էլի հակա քարոզարշավ էլա գնով, հակաքարոզարշավ պարզա որ պետքա գնար, դրա մասին չի խոսքը, բայց մենք այս ծրագրի պոզիտիվ հեղափոխական բնույթը պետք է անպայման ցույց տանք, որովհետև էլի ասում եմ, իմ ընկալումը այն է, որ մարդկային կապիտալի զարգացման մեր ռազմավարության համար սա ունի շատ էական նշանակություն։ Իմիջիալոց Տիկին Ավանեսյան, նաև ծրագրերը, որ առողջապահության ոլորտում մենք անում ենք, հիմա մենք պետք է ուշադիր լինենք, նաև տեսնենք այս սոցիալական կրեդիտի ծրագիրը ինչ ուղղություններ է առաջացնում պահանջարկի, որպեսզի գուցե նաև մենք մեր ծրագրերում, պետական ծրագրերում որոշակի կարգաբերումներ անենք, ինչ որ տեղեր համադրելու եւ ավելի մեծ սիներգիա ստանալու համար։ Օրինակ, եթե պարզվի, որ օրինակ նույն ատամնաբուժական ծրագրերը որոշակի պահանջարկ են ձևավորում, բայց մենք ունենք նաև պետպատվերի երեխաների համար շատ մեծ հատված։ Շատ հնարավոր է, որ ինչ որ պահի ծագի անհրաժեշտություն վերա մշակելու այդ ծրագրերը, որպեսզի այդ ձեր ասած շրջիկ կետերը կամ ծառայությունների հոսքը երբ որ ապահովում է, ավելի մեծ եւ ավելի ամբողջական ծառայություններ երեխաներին մատուցվի, որովհետեւ դա շատ կարեւոր հանգամանք է եւ նաեւ հետազոտությունները դա ցույց են տալիս, որ այդ թվում պատշաճ ատամնաբուժական պատշաճ վիճակ ունենալը շատ կարևոր է, ինքը շղթայական էֆեկտներ է ունենում առողջության հետագա կամ հետագա վիճակի համար։ Եվ շատ կարևոր է, որ եւ երեխաները եւ մեծահասակների, միջալուց կրթական հատվածով մեծահասակներին էլ է պետք ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա, որովհետեւ այո, նաեւ սա հնարավորություն է, որպեսզի մարդիկ այդ կրթական ծրագրերից օգտվելով աշխատանքի շուկայում ավելի բարձր մրցունակություն ունենան եւ այդպես շարունակաբար կրթության, սեփական կրթության վրա ներդրումներ անելու հնարավորություն ունենան։ Համեցիկ։ Շնորհակալություն մեծարգով վարչապետ, հարգելի գործընկերներ, պարոն վարչապետ, ստեղծված կա աշխատանքային խումբ այս ուղղությամբ, որը ակտիվ աշխատում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ, առողջապահության նախարարության հետ, ՊԵԿ-ի հետ։ Մենք հիմա ունենք հոլովակներ, սահիկներ ենք թողարկել, որոնք շրջանառության մեջ են, կազմակերպում են հարցազրույցներ այս առումով, բայց իհարկե հիմա այդ աշխատանքային խումբը նոր ուղեցույց է ձևավորել հաճախ տրվող հարցերի վերաբերյալ եւ իհարկե այսօրվա քննարկման արդյունքներով մենք կնայենք որ շեշտադրումներ այստեղ չկա, կավելացնենք եւ այդ ուղղությամբ էլ վիզուալ նյութերը կտարածենք, որովհետեւ ամենալավ իրազեկումը այդ դեպքում է լինում։ Չէ, բայց իմ ընկալումն է նա, որ տեսեք ծրագրի ծավալը շատ մեծ է։ Ծրագրի ծավալ եւ ամենօրյա հաղորդակցություն է։ Մենք մի քանի 100,000 մարդու պետք է այս հնարավորությունը ցույց տանք, ընդ որում այդ նեգատիվ հակաքարոզչության պայմաններում։ Այսինքն մենք պետք է շատ ակտիվ լինենք, որովհետեւ մարդը մեր նպատակադրումները եւ մեր մտադրությունները հասկանա։ Ինչ դավադրության տեսություն ասես չեն կառուցում։ Ինչ դավադրություն տեսություն ասես չեն կառուցում, բայց ելի եմ ասում, այդ դավադրության տեսություններից ոչ մեկը բնականաբար որևէ հիմք չունի եւ չի կարող ունենալ։ Եվ հետեւաբար պետքա շատ ակտիվ հաղորդակցվել։ Եվ պարոն Հակոբյան, իհարկե այդ մարզային այցելությունները պետքա շարունակել, ուղղակի պետքա նաեւ վերլուծել, հասկանալ, թե ինչքանով է էֆեկտիվ եւ կարգաբերել այնպես, որ հնարավորինս ավելի արդյունավետ լինի։ Համեցիկ։ Պարոն վարչապետ, նախ նշեմ, որ այս ամսվա ընթացքում արդեն 7 քաղաքներ այցելել ենք, բայց բացի մարզային այցերից նաև ունենք կազմակերպություններ այցեր, ընդհանուր առմամբ 23 այցեր ենք ունեցել, խոշոր կազմակերպություններ, համալսարաններ ու այդ շարունակելու ենք այդ տեմպով,
ու մասնակիցները յուրաքանչյուր այցի ժամանակ տենց 70-ից 80 քաղաքացի ամենակիչը մասնակցում է, նախորդ հայտարարում են, գրանցվում են, գալիս են մասնակցում են, բոլոր հարցերը պարզաբանում ենք։ Բացի դրանից կուզենայի նաև նշել մեր կայքում փոփոխության մասին, որպեսզի մեր քաղաքացիները տեղյակ լինեն, մեր կայքում հենց առաջի բաժինը նվիրել ենք հայտարարագրմանը, կարմիրով ընդգծված, ցանկացած քաղաքացի հենց բացում է միանգամից աչքին ընկնում է, սխմեց, այդտեղ մտնում է ամբողջը կա։ Այսինքն բոլոր ուղեցույցները, հոլովակները, հարց ու պատասխանները, նաև այդ համակարգը քայլերով ցույց տվող հոլովակները, նաև մարդը մեր աշխատակիցները նստում են մարդու նման, որ պարզ նստում են, ուղղակի լրացնում են, դրա հոլովակն էլ կա, այսինքն ամեն ինչ ունենք։ Այս պայն հիմա ավելի պարզ ուղեցույց ենք մշակել, շուտով դա էլ կտեղադրենք, նաև աշխատանքային խմբի հետ ենք ակտիվ աշխատում։ Բացի դա էլ մի կարևոր հանգամանք էլ նշեմ, սոցիալական կրեդիտների համար էլ պարզացել ենք մաքսիմալ այդ ստացման ընթացակարգը ու այդ նույն հարթակում արդեն մի տեղ հայտարարագրում է քաղաքացին, մյուս տեղում էլ ստանում է սոցիալական կրեդիտը իր դիմումը ներկայացնելով։ Բայց իհարկե շարունակաբար կատարելագործել ենք նաև տարվա ընթացքում, լսելով կարծիքները մեր քաղաքացիների։ Պարոն Գրիգորյան, ուզում եմ հիշեցնել, որ թվայնացման այդ ոլորտում նույնպես Պարոն Երիցյանի գլխավորած կազմակերպությունը, որի անունը ես անդադ մոռանում եմ, նոր ստեղծված, հա, իրենք խոստացեն, պարոն Երիցյանը խոստացել է, որ այդ մաքսիմալ պարզեցում տեղի կունենա, հայտարարագիրը լրացնելու, այսինքն եթե կարճ ձևակերպենք, իհարկե վստահ չենք, որ 100% այդպես կլինի, բայց հայտարարագիր լրացնելը այո ոչի մակարդակի պետք է հիշեցնենք, որ թերթեց մարդը ընդհանուր իր սմարթֆոնի վրա այո ոչերով հնարավոր լինի կամ մեծ մասամբ այո ոչերով հնարավոր լինի հայտարարագիրը լրացնել շատ կարճ ժամանակում։ Իհարկե մենք ակտիվ աշխատում ենք նաև նույնականացման քարտերի վրա, մեծ թվով քաղաքացիներ դիմել են, բայց մենք նաև ունենք վստահություն, որ մեր նախանշած ժամկետում կկարողանանք ապահովել, եթե նույնիսկ չկարողանանք ապահովել, շատ կարևոր է, որ քաղաքացիները դիմեն, որպեսզի այն իրավունքները եւ հնարավորությունները, որոնք հանկարծ, եթե մեր պատճառով նույնականացման քարտի տրամադրումը կուշանա, այդ ուշացման փաստով իրենք այդ սոցիալական կրեդիտները ստանալու հնարավորությունից չզրկվեն։ Եվ ելի ասում եմ, հարգելի գործընկերներ, սա ռազմավարական ծրագիր է եւ ամենօրյա ռեժիմով պետք է մարդ հեսազդակը ստանա։ Այն մնացածը հայտարարագրում, թափանցիկություն եւ այլն, այդ ամեն շատ արագ ընկալում են, դա լրացուցիչ պարզաբանելու կարիք չկա, պետք է պարզաբանել, թե ինչու է սա ռազմավարական ծրագիր մարդկային կապիտալը զարգացնելու տեսակետից։ Ամեն ծնողով իր երեխային դպրոցում որևէ ծախսանում, մանկապարտեզում որևէ ծախսանում, երաշտական դպրոցում, արվեստի դպրոցում, սպորտի խմբակներում եւ որևէ ծախսանում, մենք պետք է համոզվենք, որ ինքը լսեց, իմացավ, մենք կարողացան իրեն ներկայացնել, թե ինչա տեղի ունենում, նույնը ով առողջապահության ոլորտում ծախսանում եւ այլն եւ այդպես շարունակ։ Խոսքը մոտավորապես 400-500 հազար կամ գուցե ավելի շատ, չէ, 700,000 նույնիսկ, 700,000 մարդու մասին է։ Մենք պետք է հասկանանք, որ սա շատ բարդ գործ է, որպեսզի ամեն մարդուն մենք տեղեկատվությունը հասցնենք, թե սա իրեն, իր ընտանիքին ինչ սոցիալական առավելություններ է բերում։ Համեցեք։ Պարոն վարչապետ, ես կուզեի մի փոխհատուցման մասին էլ խոսել, որը վերաբերում է մեր մեծ թվով քաղաքացիների, խոսքը դասագրքերի վարձավճարի փոխհատուցումն էր, որի հնարավորությունը նույնպես տրվել է սոցիալական կրեդիտի շրջանակներում եւ որտեղ քաղաքացիները ընդհանրապես լրացուցիչ գործողություն չունեն անելու, այսինքն այն պահին, երբ որ իրենք հայտարարագիրը կլրացնեն, արդեն իսկ մեր եւ պետական եկամուտների կոմիտեի միջև փոխանցված տեղեկատվության շնորհիվ, եթե իրենք ունեն դպրոցահասակ երեխա, ապա յուրաքանչյուր երեխայի մասով դասագրքի վարձավճարը 3000 դրամի չափով հետվերադարձի հնարավորություն են ստանում եւ սա իրենցից որևէ լրացուցիչ ջանք չի պահանջում։ Այս ուղղակի նաեւ կուզեի առանձնապես ընդգծել, որտեղ սա վերաբերում է ավելի քան 250,000 երեխաների, ծնողների եւ ընտանիքների։
Բայց նաև ուզում եմ ավելացնել, որ մեր սիրելի այն ծնողները, ովքեր հիմա այս առումով միայն դասագրքի վարձավճարի վրա են գումար ծախսել, եւ իրենց երեխաները չեն գնում որևէ մարզական խմբակ, ոչ մի երաժշտության չեն գնում, նկարչության չեն գնում եւ այլն, ես ուզում եմ կոչ անեմ իրենց, ինչքան էլ դժվար լինի, ես հասկանում եմ, եթե չեն գնացել միջև հիմա, ուրեմն կան որոշակի դժվարություններ, բայց ինչքան էլ դժվար լինի, ես ուզում եմ կոչ անել, որ իրանք երեխաներին տանեն, որովհետեւ այդ եթե 100,000 դրամի սահմաններում մենք ստուգել ենք, կարելի է նորմալ ծառայություններ ստանալ։ Հիմա ես կոչ եմ անում մեր ծնողներին եւ երեխաներին էլ կոչ եմ անում, որ իրենք էլ իրենց ծնողներին կոչ անեն, որ իրենց տանեն ֆուտբոլի, սպորտի, երաժշտական դպրոց, նկարչության դպրոց, չգիտեմ էլ ինչ կա, շատ են, չեմ կարող բոլորը առանց այտենց թվարկել։ Երեխաները իրան ծնողներին թող կոչ անեն, ես էլ եմ ծնողներին կոչ անում, թող երեխաներին տանեն այդ խմբերին, որովհետեւ տարվա վերջում կառավարությունը 100,000 դրամ, իհարկե այդ մանրամասները շփոթություն չստեղծելու, առողջապահության համար 50,000 դրամ, կրթության համար 100,000 դրամ, բայց երկուսը միասին ոչ ավել, քան 100,000 դրամ։ Այս նրբությունները մենք ասում ենք, ես ուզում եմ խնդրեմ, որ հետագայում ոնց կասենք, այն պայմանները նախնական պետք է աշխատող լինի, պետք է եկամտային հարկ վճարած լինի, եկամտային հարկի մնացորդ պետք է ունենա եւ այլն, այս բոլոր պայմաններով, բայց սա էլի եմ ասում, սա ահռելի մի նախագիծ է եւ մենք պետք է առավել քան լուրջ վերաբերվենք եւ մեր խնդիր էս փուլում, որպեսզի ամեն պոտենցիալ բոլոր այդ 700,000 մեր սիրելի քաղաքացիները մենք պետք է համոզված լինենք, որ բոլորին կարողացել ենք բացատրել, թե այսինչ պատմություն է եւ ինչի մասին է եւ ինչ հնարավորություններ է ստեղծում։ Մեր այսօրվա ջանքերը բավարար չեն, մենք պետք է ամեն օրյա ռեժիմով պետք է այս թեմայով անպայման ինչ-որ բան անենք, իսկ նույնականացման քարտերի համար ոչինչ, ինչքան էլ կուտակվում է հերթերը, բայց կարևոր է, որ քաղաքացիները դիմեն, որովհետև դիմելու փաստով իրենք երաշխավորում են, որ անկախ երբ կստանան իրենց նույնականացման քարտը, այս սոցիալական կրեդիտը հետ ստանալու իրենց իրավունքը կպահպանվի։ Եվ սա շատ կարևոր արձանագրում է, դրա համար է պետք դիմել։ Մինչև նոյեմբերի 1-ը պետք է պարտադիր դիմել։ Նրանք, ովքեր չեն դիմել սոցիալական ներողություն, նույնականացման քարտ ստանալու համար։ Շատ լավ, թեմայի վերաբերյալ կա այլ ասելիք, համեցեք։ Վարչապետ, առաջ չենք ունեցել, բայց այս համակարգի աշխատանքը նաև Հայաստանում վարկավորման կուլտուրայի ձևը, տրամաբանությունը փոխելու է ի նպաստ սպառողների։ Դա միանշանակ է, ես կարծում եմ, պարոն Գալստյանը իհարկե ավելի հստակ կարող է դրա մասին ասել, բայց բացառվում է, որ սա ազդեցություն չունենա տոկոսադրույքի վրա սպառողական վարկերի դեպի նվազեցում, որովհետև այսօր տեղեկատվություն չլինելը կոնսոլիդացված ռիսկ է, իսկ ռիսկը դա տոկոսային մարժա է, եւ մյուս կողմից է զսպում է սպառման հնարավորությունը մարդու, եթե իր մասին օբյեկտիվ տեղեկատվություն մշակված չկա, որովհետև այդ ռիսկի պատճառով եւ տոկոսն է բարձրանում եւ չափն է նվազեցվում, որովհետև այդ անորոշությունը իմ կենսագրության մասին ֆինանսական բերում է երկու բանի, որ իմ սպառման հետ կապված վարկերի չափը նվազեցվում է որպես ռիսկ, տոկոսը բարձրացվում է որպես ռիսկ։ Երկու էֆեկտն էլ վստահաբար ունենալու եք, սա ես հանգամանք շատ եմ կարևորում, որովհետև այնուամենայնիվ մարդկանց կյանքի որակի վրա այսօր սպառողական վարկերի գինը եւ պայմանները շատ է ազդում, որովհետև դե օբյեկտիվորեն վարկային պրոդուկտները մեր կյանքում ավելի բան դեր են խաղում հիմա, ակտուալ, եւ այդ իմաստով ես կարծում եմ սա էլ պիտի չթերագնահատենք։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, մենք թեմայի վերաբերյալ կա այլ ասելիք։ Հիմա մենք այսօր նաեւ կառավարության զեկույցն ենք քննարկում, բայց ես նաեւ հիմա շատ ուրախ եմ, որ մենք տեսեք, մենք ունենք համընդհանուր հայտարարագրման համակարգ, ունենք անհուսալի վարկերի սպասարկման համակարգ, ունենք բազմապիսի ծրագրեր, մենք ինչ որ առումով զեկույցով նախորդ տարվա գործունեությունը ամփոփում ենք, բայց հիմա այս ծրագրերի մյուս հատվածի ընթացիկ ծրագրերի մասով ես ուզում եմ գոհունակությամբ արձանագրեմ,
որ մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, բազմաթիվ նախագծեր մեր քաղաքացիներին ներկայացնելու եւ նրանց իրազեկելու այդ մասին։ Մենք իմիջիալոց պարոն Հայրապետյան նաև վերջին IT ոլորտում կամ հետազոտությունների ոլորտում ես ճիշտ հասկացա, որ իմ բացակայությամբ կառավարության նիստում էր դա ընդունվել որոշումը, թե չզեկուցվող այն փոփոխությունները, որ արեցինք, որ չզեկուցվող էր, չզեկուցվող էր, հա, էդ էլ մի հատ մեծ թեմա է, որը իհարկե տեխնոլոգիաներով զբաղվող մեր համայնքը ինքը ավելի ակտիվ է, իրազեկվեն, բայց նաև դա որպես քաղաքականություն էլի կարծում եմ, որ շատ կարևոր, շատ էական որոշում է կայացվել, որը պետքա հույս ունեմ, որ ազդեցությունը կունենա։ Իհարկե այն ըմբռնման, որ մենք ընթացքում պետքա մոնիտորինգ անենք, տեսնենք այնպես աշխատում ոնց որ մենք պլանավորել ենք, թե չէ։ Այսինքն ես գոհունակությամբ արձանագրում եմ, որ մենք ունենք նախագծեր, շատ նախագծեր ունենք ընթացքում եւ ընդհանուր ունենք մեգա հայտարարման համակարգը ինքը մեգա նախագիծ է, որովհետեւ մեգա նախագիծը մենակ այն չի, որ ֆիզիկական ենթակառուցվածք է ձևավորում։ Համընդհանուր հայտարարման համակարգը մեգա նախագիծ է, որովհետեւ ինքը նախ համակարգ, ինքը կարևոր համակարգ ստեղծելով, ինքը նաեւ համակարգաստեղծ բարեփոխում է եւ ուզում եմ գոհունակությամբ արձանագրեմ, որ մենք այդ քաղաքական կամքը ունենք ի հեճուկս բոլոր դժվարությունները, այդ բարեփոխումները իրականացնել, որոնց էֆեկտի մեջ ես ուղղակի վարկյան անգամ չեմ կասկածում եւ պարզապես էլ եմ ասում, պետքա կարևոր է, որ մենք մեր քաղաքացիներին կարողանանք քաջալերել, որ իրենք այդ փոքր անհատական ջանքը գործադրեն այդ հնարավորությունից օգտվելու համար եւ վերադառնալով զեկուցվող հարցին, որը վերաբերվում էր առևտրական արխուվաճառքի գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտների աջակցության ծրագիրը հաստատելու մասին։ Այսինքն այս նախագիծը վերաբերվում է շրջանառության հարկի դաշտում առևտրային գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցներին եւ հիմա մենք 6 ամսվա անցումային շրջան ենք ապահովում, որը անցումը հին համակարգից դեպի նոր համակարգ կդարձնի ավելի սահուն եւ պայմանավորվում ենք, որ ակտիվ հաղորդակցությամբ մարդկանց պետքա բացատրենք սա ինչ է եւ ինչպես է օգտվում։ Կարճ մենք ինչքան նախկինում սահմանված առավելագույն 5%-ից ավել հարկ կձևավորվի, մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը կվերադարձնենք քաղաքացիներին, իհարկե այնտեղ նաև այլ նրբություններ կան, որ լրացուցիչ բոնուսներ ա բերում նրանց, ովքեր նախկինում արդեն իսկ փաստաթղթավորել են իրենց ապրանքները, բայց այս անցումային շրջանը մենք տարածում ենք բոլորի վրա, որպեսզի այդ անցումային շրջանը մեր սիրելի քաղաքացիները անցնեն անցնցում եւ երեք ինչպես քննարկեցինք պարոն Հովհաննիսյան, այս ժամանակը պետքա նաեւ օգտագործել, որպեսզի մենք մարդկանց կարողանանք ճիշտ ներկայացնել, թե այս 6 ամիսը իրենք ինչպես պետքա օգտագործեն, որ հուլիսի 1-ի դրությամբ իրանք արդեն ոչ մի դիսկոմֆորտ չունենան, որովհետեւ այդ նույն ծախսերի նվազեցումը, որ դուք ասում եք, չէ, մարդիկ չեն այսինքն պրակտիկ չեն կիրառել, դա հսկայական նոր հնարավորություն է իրանց համար, այդ իրենց հենց հարկային բեռը թեթևացնելու համար, որովհետև ես ասացի, չասեցի միջև վերջ, շեղվեցի, որովհետև նախկինում երբ որ այդ ծախսերը հնարավոր չէր դուրս գրել, այդ հարկի մի տոկոսը կամ 5 կամ 9% հաշվարկվում էր ներառյալ այդ ծախսերը, այդ շրջանառությունը ներսը։ Հիմա այդ ծախսերը դրվելու են մի կողմ եւ այդ տոկոսը հաշվարկվելու է արդեն իսկ նվազեցված բազայից։ Ճիշտ եմ, չէ՞ ասում։ Շատ լավ։ Հարցը ըստ այդմ դրվում է քվեարկության, հարց համար 28-ի մասին է խոսքը, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է, հարգելի գործընկերներ, մեր նիստի օրակարգը սպառված է, նիստը ավարտված, շնորհակալություն։